Այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի օրակարգ, որի հաջողությունից կախված են մի քանի երկրների ապագա ռազմավարությունները, բացի մեզանից։ Մերը ևս, բայց նրանցն էլ մեր հետ փոխկապակցված, ուզենք թե չուզենք դա այդպես է։ Եվ մտածել ենք արդյոք, որ այս ռազմավարության հաջողությունը, այս օրակարգի հաջողությունը չի կարող կախված լինել մի քաղաքական ուժից։ Քաղաքական ուժ, որն ունի ընդգծված առաջնորդ եւ հենց այդ առաջնորդի հետագա ընթացքից կախված լինի այս ամենը։ Սա վտանգավոր է։ Սա նշանակում է, որ այլ քաղաքական ուժեր, այս քաղաքական ուժից դուրս եւս պետք է ստանձնեն պատասխանատվություն սրա համար։ Իհարկե, եթե նրանք կիսում են այս օրակարգը, եւ հենց այստեղ է, որ անհրաժեշտություն կա համազգային, համահասարակական մի նոր կոնսենսուսի մի քանի կարևոր հարցերի շուրջ։ Դրանք են խաղաղությունն Ադրբեջանի հետ, փոխկապակցվածություն մեր հարևանների հետ, դրանց ձևավորումը կամ վերաձևավորումը, դա գործընկերությունն է եւ դրա խորացումը Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը եւ ժողովրդավարությունը։ Սրանք այն աքսիոմներն են, որոնց հետ կապված պետք է ունենանք կոնսենսուս, եւ այս կոնսենսուսն է, որից պետք է ծնվեն առաջիկա տասնամյակների թե իշխանությունները, թե ընդդիմությունները, եւ ջախջախվեն բոլորը նրանք, ովքեր այս կոնսենսուսը չեն կիսում։ Սա կլինի գրավականը, որ օրակարգը, որը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, կունենա հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետությունը հենց այս օրակարգով առաջ կընթանա։ Իսկ մնացած երկրները, որոնց ռազմավարությունները կախված են սրանից, կդառնան Հայաստանի գործընկերը, եւ խաղաղության գրավականն էլ հենց այստեղ է։